Բարև ձեզ, եթերում է Զեպիու ռադիոկայան, դուք լսում եք Մարիամ Գևորգյանին, առաջին հայ տպագիր գիրքը։ Իտալիայի Վենետիկ քաղաքը մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի մշակութային կյանքում։ Այստեղ է հիմնվել մխիթարյան միաբանությունը, Մխիթար Սեբաստիացու կողմից, ում անունով կոչվում է մեր կրթահամալիրը։ Այս քաղաքը կարևոր դեր է խաղացել հայ ժողովրդի մշակույթի պահպանման և տարածման գործում։ Աշխարհում գիրք տպագրող առաջին սարքի հայտնագործումից մոտ 50 տարի անց Հակոբ Մեղապարտը հիմնում է առաջին հայ տպարանը և 1512 թվականին տպագրում է առաջին հայերեն գիրքը՝ ուրփաթագիրքը։ Հակոբ Մեղապարտի ծննդյան և մահվան թվականներն անհայտ են։ Ուրփաթագրքի մեկ օրինակ պահպանվում է Ազգային գրադարանում, որն էլ գրադարանի ֆոնդի ամենահին գիրքն է։ Ուրփաթագիրքը միջնադարյան բժշկարանի մի այլ տեսակ է, զգալի մասով դա նաև հմայիլ է, թալիսման, որ գրքի տիրոջը պետք է զերծ պահեր չար ոգիներից, կախարդություններից, չար աչքից, ընդ որում մաղթանքներում տողերի մեջ մի քանի ազատ տեղեր են թողված, ավելացնելու համար գրքի տիրոջ անունը, որպեսզի նրան չվնասեն դևերը։ Էջերը ունեն խորագրեր, որոնք պարփակված են զարդ շրջանակներում։ Օգտագործված է 8 միևնույն ոճի, բայց իրարից տարբեր շրջանակներ, որոնք կրկնված են հաջորդաբար։ Մեղապարտի սարքավորած առաջին հայկական տպարանը գործել է 1512-13 թվականներին և լույս է ընծայել հավանաբար 6 գիրք, սակայն պահպանվել են 5-ը։ Տպագիր գրքերից առաջինը ուրփաթագիրքը աղոթքների ու մաղթանքների ժողովածու է, ընդգրկված են ընդհանրակ հատվածներ ավետարանից, մի հատված Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության պոեմից, այնուհետև տպագրել է պատերաքատետեր, աղթարք, պարզատումար, տաղարան գրքերը, որոնցից միայն պատերաքատետերն ունի հրատարակության թվականը, վայրն ու տպագրչի անուն նշող հիշատակարան, որում գրված է. Այսօր տառերը գրվեցին 1513-ին Վեներ աստվածապահ քաղաքում, որը Վենետիկ Ֆրանկստան Մեղապարտ Հակոբի ձեռքով։ Այն ներկայացնում է պատարագի կարգը հայ եկեղեցում։ Հակոբ Մեղապարտի տպագրած գրքերի էջերը գեղեցիկ զարդանախշված են, դրոշմված են 4 մեծ և 24 փոքր զարդեր։ Տպագրությունը երկգույն է, սև ու կարմիր, գրքերը փոքր են, կաշվե, զարդանկար կազմերով։ Հակոբ Մեղապարտի անունով Երևանում կոչվել է տպագրատուն։ Կանգնեցվել է նրա հուշարձանը 1987 թվականին, որի քանդակագործն է Խաչատուր Իսկանդարյանը։